Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ինչպես միշտ շաբաթ օրերը ժամը 4:30-ից ես շարունակում եմ իմ զրուցաշարը եւ նորից հիշեցնում եմ ներողությունս, որ գուցե շատ սահուն եւ շատ առանց կառուցվածքի զրույց եմ վարելու վերջին այս զրույցները, քանի որ արդեն ասել եմ, որ պետք է խտացնեմ, կտոր հարցերի պատասխանեմ, որ կարողանամ տեղավորվեմ։ Ամեն ամսվա 23-ին ովքեր ինչ պահանջներ ունեն, որ ցանկանում են ազատվել այդ բնավորությունից, ազատվել այդ սխալ սովորություններից, հիվանդությունից նույնիսկ, նամակ պետք է գրեք բարձրագույն կառմայի կառավարությանը եւ նամակի վերջում հայտարարել, այսինքն գրել, ավելացնել, որ ես հույսով եմ եւ շնորհակալ եմ, որ խնդրանքս կկատարվի, քանի որ ես ինքս որոշել եմ այդ ուղղությամբ աշխատանք տանել, որովհետեւ չի կարելի խնդրել եւ ոչինչ չանել։ Դա նույնն է, ոնց որ անընդհատ մենք հանցավոր կյանքի մեջ լինենք եւ գնանք եկեղեցի, ասենք Տեր Աստված մեզ օգնիր, ես հավատքի մեջ եմ, եկեղեցի եմ հաճախում շաբաթը 2-3 անգամ, անգիր գիտեմ աղոթքները եւ այլը, եւ շարունակենք նույն սխալները թույլ տալ։ Ուրեմն սա ընդունելի չի, քանի որ այս առիթով պետք է միշտ հիշենք, որ գրված է, եթե մեկի հետ խռովք ունես, աղոթքդ կիսատ թող, գնա հաշտվիր, հետո կարող ես շարունակել աղոթքդ։ Ուրեմն տեսեք ինչ խիստ պահանջ է, որ մենք չենք կարող դատարկախոսությամբ զբաղվել Աստծո հետ։ Ուրեմն ամեն ամսի 23-ին պետք է հիշեք, որ այդ խնդրանքը ուղարկեք եւ այրում եք վերջում թուղթը։ Սա շատ կարևոր բան է, վերջապես բացի օգուտից վնաս չի լինի, ինչպես որ ասենք, եթե աղոթեմ ինչ օգուտ պետք է լինի, այնպես էլ սա, եթե գրեմ ինչ օգուտ պետք է լինի։ Նայած ինչ նպատակով, ինչի համար ես խնդրում, ինչպես ես դիմում եւ այլն։ Չէ որ միտքը չի կորում։ Միտքը չի կորում, ազգայական պլանում, աներևույթ պլանում չի կորում, ամպերի նման մտքերը կուտակված են։ Դրա համար էլ շատ երիտասարդներ իրենք էլ չեն հասկանում ինչու են շեղումներ ստանում։ Ինչ որ մի ուժ, ինչ որ մի միտք իրենց ստանում է, անկառավարելի են իրենք, որովհետև զգայական աշխարհը դաստիարակված չի։ Եվ այդպես փորձանքները գալիս են։ Ուրեմն այդ խնդրում եմ ամեն ամսվա ամսի 23-ին մի մոռացեք եւ հիշեք, որ լիալուսնի ժամանակ պետք է նոր գործեր չսկսեք անմիջապես այդ օրը եւ զգուշ լինեք վեճերից։ Դեկտեմբերի 8-ը համարվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը եւ այդ օրն էլ պետք է կարողանաք նամակ գրել, կենտրոնանալ, աղոթքներ կարդալ եւ այլն։ Այսքանը որպես հայտարարություն եւ հիշեցում։ Հիմա փորձենք մտավոր ժապավենի նման պատկերացնել, ինչպես ենք մենք երեխային մեծացնում։ Ես մի անգամ արագ այդպես անցել եմ, հիմա նորից ուզում եմ ձեզ հիշեցնել։ Երեխային, որպեսզի չխանգարի երեխան, խաղալիք են առնում, կախում գլխի վերևը, թելով կապում են, երեխան թաթիկը գցում է, խաղալիքով խաղում։ Եվ երեխայի հայացքը ուղիղ խաղալիքի վրա է, գլխի վերևը։ Երեխան սովորում է այդ խաղալիքով խաղալ, զբաղվել, ծնողներն էլ ապահով հանգիստ նստած են, որ կամ հեռուստացույց են նայում, կամ ուտում խմում են, ծնունդ են անում եւ այլն, կամ ուրիշ գործերով են զբաղված։ Եւ երեխան այդպես մեծանում է։ Այսինքն աչքերը մեջտեղ հառած։ Երբ որ մի քիչ մեծանում է, տեսնում են, որ երեխայի աչքերը շեղ են։ Բնականաբար պետք է տանեն բժշկի եւ աչքի ակնոցներ դնեն արդեն 3-4 տարեկան երեխային եւ փորձեն արհեստական ձևով դրսի միջամտությամբ աչքերը ուղղել։ Բայց երբ որ այդ ծնողների հետ խոսում ես, ուզում ես խորհուրդ տաս, տեսնում ես, որ շատ խիստ վիրավորվում են, ասում են մենք շատ բան գիտենք, դու մեզ չես ճանաչում։ Ինչ ցավալի բան է, երբ մարդը ասում է ես դրամ չունեմ, ես աշխատանք չունեմ, ես այս չունեմ, այն չունեմ, բայց երբեք չի ասում ես համեստություն չունեմ։ Ես գիտակցություն չունեմ։ Դիպլոմ ունեմ, ես ունեմ, ամեն ինչ ունի, բայց գիտակցություն չունի եւ համեստություն չունի։
լսելու կուլտուրա չունի։ Չի կարողանում հասկանա ինչ են խորհուրդ տալիս, ինչ են իր վրա վաճառում եւ ինչ են խորհուրդ տալիս անվճար։ Ցավում եմ դրա համար էլ 5 տարի է շաբաթը 2 անգամ, ինչպես արդեն գիտեք, գալիս եմ խոսում եմ, որ ապացուցեմ, որ միշտ առևտրով չի, որ պետք է մարդիկ հարաբերվեն։ Երբեմն էլ կարելի է սրտի մագնիսով հարաբերվել, ճշմարտությունը սերմնացան անել, ով ինչքան կարողանում է վերցնի, ինչքան տեղավորվում է։ Բաժակի նման, մեկը 50 գրամ, մեկը 100 գրամ, մեկը 200 գրամ, մեկն էլ ամբողջ շիշը եւ այլն։ Ուրեմն ըստ գիտակցական մակարդակի։ Երեխան մի քիչ որ մեծանում է 3-4 տարեկան, սկսում են շոկոլադ եւ միս տալ եւ այդպես երեխայի էներգիան փոխվում է, որովհետեւ սխալ վառելանյութ է լցվում երեխայի մեջ։ Այսինքն սխալ սնունդ է տրվում։ Որից հետո արդեն բնականաբար էներգիաները ներդաշնակ չեն աշխատում, քանի որ երեխայի հետ պետք է անընդհատ զրուցել, անընդհատ հետաքրքիր պատմություններ պատմել, ինչպես առաջ հեքիաթներ էին պատմում, այսօր էլ կարելի է առակները պատմել, բացատրել, միշտ թրթրանքի մեջ պահել, դրական, որովհետև եթե այդ դրական թրթրանքը բացակայում է, այլևս մոռացեք, որ որևէ մեկը կարող է այդ երեխային դաստիարակել։ Առաջի դաստիարակողը միշտ մայրն է, բոլորս էլ գիտենք։ Ես մի 2 ժամ առաջ, այսինքն 2 ժամ չէ, 2 շաբաթ առաջ, այս նույն ժամին, եթե հիշում եք, խոսեցի դիստանսի մասին, որ գտնվեցին մարդիկ, որ ասեցին դիստանսը կարող է սառեցնի մեզ, ընտանիքի անդամներին եւ այլն, ես երևի մանրամասն չբացատրեցի, բայց հիմա կրկնեմ, որ այդ դիստանսը ես նույնիսկ օրինակ բերեցի մոլորակների համակարգային, այսինքն հեռավորությունները, քիմիզմի եւ մագնիսական ազդեցությունը, որ ներդաշնակություն կա եւ այլն, բայց հեռավորությունը կապ չունի, մարդը մտքով այստեղից Հայաստան անեցք է ուղարկում։ Այստեղից այնտեղ դրական միտք է ուղարկում։ Արդեն քանի հոգիներ ծանոթներից, որ երեխաները իմ մոտ գալիս են առողջ ապրելակերպի պարապմունքի եւ պաշտպանական արվեստի, ասում են, որ այսինչ բարեկամի համար այսինչ խորհուրդը տվեցիք եւ ես փոխանցել եմ այնտեղ եւ լավացել է, շատ շնորհակալ ենք։ Ես նույնիսկ մոռանում եմ, թե ում ինչ եմ ասել արդեն, որովհետեւ այնքան շատ եմ խոսում մարդկանց հետ, որ չեմ հիշում ում ինչ հիվանդության համար եմ ասել։ Եվ այսպես աշխատանքը գնում է աներևույթ եւ մենք պետք է չանհանգստանանք դիստանսը պահելուց։ Օրինակ, դիստանսը ճիշտ պահելու ժամանակ փոխադարձ վստահություն է առաջանում։ Որ ես գիտեմ, որ նա այնտեղ նստած ճիշտ գործով է զբաղված եւ իմ նկատմամբ հարգանք ունի եւ դա ինձ համար ուժ է։ Իսկ եթե ես գիտեմ, որ մեկը կողքս է եւ անընդհատ ինձ չի վստահում, ես արդեն չեմ կարող նրան օգնել, ոչ բուժել, ոչ խորհուրդ տալ, պետք է լռեմ կամ հեռավորություն պահպանեմ։ Այդ դիստանսը նաեւ վերաբերվում է այն հարցին, որ Հիսուսը շատ գյուղերի չմտավ, շրջանցեց գյուղերը։ Ինչու՞ չէր սիրում, ատում էր, թշնամի էր նրանց, ոչ, նրանց էլ էր սիրում, բայց գիտակցությունները դեռ չէր հասունացել, դրա համար դիստանս էր պահում, հեռավորություն էր պահում։ Եվ այսպես վստահություն, համագործակցության գաղափար է տալիս, ինչպես նոր օրինակը բերեցի։ Եվ խաղաղություն է բերում, երբ որ դու գիտես, որ կողքդ էլ քո նման մեկը կա, որ չի կասկածում, չի խանդում, չի նախանձում, չի չարանում քո նկատմամբ, այլ համագործակցում եք, բոլորդ նույն գործն եք անում։ Հարգանքը այդ բոլորից ելնելով եւ փոխարժեքավորումը, որ ոչ թե ճանաչում է, որովհետև իր եղբայրն է, դրա համար է մոտիկ, այլ օտար է, բայց արժեքավորում է գնահատելով, հարգելով, տեսնելով, ինչ կարևոր բաներ է անում մարդը։ Չենք սպասում թերություն թույլ տա, որ անմիջապես խռովքի մեջ ընկնենք, նեղանանք, չարանանք, այլ փորձում ենք լավը տեսնել։ Ուրեմն մտերմություն է առաջացնում եւ ջերմություն փոխադարձ։ Ահա դիստանսը կարելի է հասկանալ այդպես։ Ոչ թե այնպես, եթե դու իմ կողքս չես ապրում, ուրեմն օտար ես արդեն։ Բայց շատ է լինում օտար ազգի մարդը կողքդ է ապրում եւ ավելի լավ է, քան եղբայրդ։ Եղբորը թարգում ես իր արժեքների համար
բայց տեսնում ես, որ եղբայրը ուրիշ բան է։ Եղբայրը այն չի, որ երկուսն էլ մի տեղից են դուրս եկել։ Եղբայրը նա է, որ օգնում է քո նպատակներին, վեհ նպատակներին, ոչ թե անձապաշտական նպատակներին, որ քաշքշուկ սարքենք, որ մտախոհ է քեզ հետ, որ նույն ճանապարհի վրա է, որ քեզ հասկանում է, արժեքավորում է, հարգում է եւ փորձում է օգտակար լինել։ Եղբայրությունը դա է, որ համընդհանուր գործի մեջ են եփվում, ոչ թե ամեն մարդ իր համար կամ ամեն մարդ իր ընտանիքի համար եւ այսպես ջլատում է տեղի ունենում։ Ոչ միայն բարեկամների մեջ, այլև ազգերի մեջ։ Ուրեմն Զիգմունդ Ֆրեյդը ուսումնասիրել է սեռական կյանքի, սեռական հասունացման process-ում երևույթները սեռական հետ կապված երիտասարդների եւ տարիքավորի նրանց հոգեբանական փոփոխությունները կապված այդ process-ի հետ եւ շատ տարիներ, երկար տարիներ ուսումնասիրել է։ Ուրեմն փորձերից մեկը ձեզ պետք է ասեմ, որ մտածենք, որ ամեն ինչ չի, որ պետք է ասեն, որ լսենք, հասկանանք, կամ ամեն ինչ չի, որ պետք է մի բան անենք, եռաչափ ցույց տանք, որ տեսեք, արել ենք։ Չերևացող աշխարհ էլ կա։ Մեր էներգիան ամեն մարդուն երևելի չի երևում։ Բիոլոգիական դաշտը, աուրան, մերիդիանների աշխատանքի հետևանքով էներգիան, որ ճառագում է մեզանից, եթե առողջ են մարդու օրգանները, նա առողջ էներգիա է ճառագում։ Եթե հիվանդ է այդ մարդը, բայց բարի մարդ է, բարի է ձևանում, նրա բարությունը որն է, որ անընդհատ հիվանդ էներգիա է սփռում իր շուրջը, որովհետև իր առողջությանը չի հետևում, մտածելով, որ ինքը իր քեֆն է, ինչպես կուզի կսնվի, կուզի կծխի, կուզի կխմի, ինչ կուզի կանի։ Բայց առողջական համագործակցության մասին ընտանիքի անդամների մեջ այդ մասին գաղափար չունի։ Հիմա Զիգմունդ Ֆրեյդի օրինակին անդրադառնամ, որ փորձեր է արել, ուրեմն աղջիկ տղա երիտասարդ 15-16 տարեկան մեկը մյուսին չեն տեսնում, տարբեր դռներից մտցնում են մութ սենյակ եւ ուրեմն բարակ առանձնացնող խոչընդոտ կա, այսինքն պատնեշ կա։ Իրար չեն տեսնում, չեն զգում եւ ասում եմ, մեջները պատնեշ կա դրված։ Մի քանի րոպե միացնում են էլեկտրական նրբազգաց ապարատները, տեխնիկան երկուսի ձեռքերին եւ երկուսն էլ փորձում են մտքերը դատարկ ուղակի շնչել, արտաշնչել ուրիշ ոչ մի բան։ Կարճ ժամանակից հետո այդ ապարատների տաբլոյի վրա ցույց է տալիս, որ երկուսի սեռական օրգաններն էլ սկսեցին ակտիվանալ, էներգիա արտադրել։ Ուրեմն տեսեք, որ նույնիսկ երբ որ մի պատնեշ կա իրենց մեջ, մարմնական ճառագումը մտքի, չնայած միտքը իրենց այդ ուղղությամբ չէր կենտրոնացած, բայց մարմինը իր ճառագումով պարտադրում է ենթագիտակցությանը, որ այդ թրթրանքը զգան եւ այնտեղ ցույց է տալիս դա։ Ուրեմն սա ինչ է նշանակում, որ անկախ նրանից մարդը մաքուր մտքեր ունի, թե տարբեր սեռի են, թե տարբեր տարիքի են, նշանակություն չունի, երբ որ մարմնական շփումը չափից ավել է լինում, մարմինը արտադրում է այդ հորմոնները, արտադրում է այդ թրթրանքը, որ մտքի վրա է ազդում, եւ երիտասարդները չեն հասկանում, թե ինչու տրվեցին այս կամ այն կրքին կամ ցանկասիրությանը։ Կարծում եմ դանդաղ եւ շատ բարձ բացատրեցի, որ ինչ է նշանակում, երբ մարդը մտքերը մաքուր է պահում, զբաղված է, այնուամենայնիվ, եթե իր մեջ մաքուր չի, ինքը մաքուր է ձևացնում, թրթրանքից զգացվում է։ Եվ այդ փորձը խնդրում եմ չհիշեն բոլոր նրանք, ովքեր ծնողներ են, երեխաներ ունեն, եւ հետագայում էլ այս DVD-ները աշակերտներս պետք է կարգի բերեն, այսինքն, եթե ես վերջին այս զրույցները մի քիչ կծկտուր եմ խոսել, հավաքեն, որ կարողանան CD դարձնեն, որ հետագայում մարդիկ կարողանան օգտվեն
գոնե մեկ անգամ ամուսնանալուց առաջ լսեն սրանք որպես ուղեցույց, մեթոդական ուղեցույց, որ տարբեր նյութերի մասին խոսելով կաթիլ, ինչպես ժայռը կաթիլ է ծակվում, այդպես կարծրացած այդ մարդկանց կարծիքը գոնե աստիճանաբար անց կբացվի այդտեղ, որ կարողանանք այդ անցքով փոխանցել մեր, ասենք, ճշմարտությունը, գիտելիքը։ Եթե հիշում եք, անցյալ ժամին էլ խոսեցի գայլի եւ ոչխարի, որ վանդակի մեջ ենք գցում, ինչպես է միտքը ազդում։ Ուրեմն տարբեր օրինակներով ես նույն գաղափարն եմ փոխանցում ձեզ, որ հասկանանք, որ մեր վարք ու վարվելած կերպից, իրար հետ, հարաբերություններից, հաղորդակցվելու ձևերից շատ մեծ կապ ունի մեր առողջությունը։ Որովհետև եթե զգում ես շուրջդ մարդիկ քեզ հարգանքով են վերաբերվում, դու պարտավորվում ես ավելի տալ, ավելի բարեխիղճ լինել։ Եթե տեսնում ես մարդիկ դու տալիս ես իրենք դրա փոխարեն շատ վատ առևտուր են անում, դու ոսկի ես տալի, իրենք էլ չգիտեմ ինչ կեղտ են տալիս իրենց մտքերի, արդեն չգիտես ինչ տաս այդ մարդուն, որովհետև ուրիշ բան չես ուզում տաս։ Եվ այսպես պատկերացնենք ինչու համար ես պատմեցի այս նյութը, մի 10 օր առաջ մի այգու մեջ ես ու կինս քայլում էինք եւ տեսանք, որ պապիկը 70-72 մոտավորապես տարեկան, մի 5-6 տարեկան իր փարթամ թորնուհի էր, թորնիկի հետ խաղում էր եւ այդ խաղը ոչ մի խաղ չէր, բացի գիրկին պահելը, երեխան ծիծաղում էր եւ ամբողջ մի ժամ մենք քայլեցինք, ամբողջ ընթացքում, երբ որ պտտվում էին, գալիս էինք իրենց մոտով գնում, ոչ մի խելացի խորհուրդ, ոչ մի պատմություն չլսեցինք եւ անհանգստացանք։ Ոչ թե նրա համար, որ վատ բան մտածեցինք, այլ որովհետեւ օտար ազգեր կային, մեր հայերի մեջ, մեր ազգի մեջ կա այդ ջերմ սիրելու ձևը, բայց մենք Հայաստանում չենք։ Եվ Ֆիլիպինցի էին, ինչ էին, մի քանի հոգի այգու անկյունում անընդհատ նայում էին իրենց եւ հանկարծ տեսանք մի հատ security եկավ 15 քայլ այդ պապիկից, թորնուհից, հերու նստեց, գլուխը կախ իբրև թե այնտեղ բան է գրում։ Եվ անընդհատ նայում է իրանց, անընդհատ նայում, ես ենթադրեցի, կնոջս ասում եմ նայի, երևի զանգել են, որ սենց բան են տեսել, կասկածում են եւ եկել է այստեղ նստել։ Եվ ինչքան պտտվեցինք, այս security-ն անընդհատ աչքը այնտեղ էր պահում։ Ես շատ վատ զգացի, որ էլի դեպքեր են եղել, չեմ ուզում պատմել, որ պապիկը սիրել է իր թորնուն, հետո հարցրել են, հարցուփոց են նայել, երեխան ասել է, այո, իմ պապիկն էլ է ինձ այդպես սիրում, խեղճ մարդուն եկել են բռնել, տարել բանտ։ Ես ուզում եմ այս օրինակները, որ բերեցի, Ֆրեյդի եւ հիշեցրեցի մեր բիոլոգիական դաշտը, մեր մտավոր մակարդակը, մեր հոգևոր մակարդակը եւ մեր կենցաղը, որ անընդհատ նյութականի վրա ենք, որ հասկանանք, որ ինչ իրավունք ունենք եւ ինչ չունենք։ Դրա համար պապիկ տատիկներին խորհուրդ եմ տալի ավելի շատ պատմություններ պատմել իրենց թորնիկներին, քան թե լուր երեխայի գիտակցությունը չընթարցակել, միտքը չզարգացնել եւ միայն սիրել։ Մարմնապես խաղալիքի նման, որ սա իմ թորնիկն է, իմ խաղալիքն է, ես շատ սիրում եմ, ես կմեռնեմ, եթե չսիրեմ եւ այլն։ Սա սիրել չի։ Հարգելի հեռուստադիտողներ, գիտեմ, որ նրանք, ովքեր իբրև թե շատ ջիգարով են ինձանից, նրանք կվիրավորվեն, բայց ես խոսում եմ ճիշտ սիրելու, որից ոչ մի վատ հետևանք չի լինի։ Այսինքն, եթե սիրում ես երեխայիդ, նրան միտքը զարգացրու, նրան սովորացրու մտածել, պատմություններ պատմի, առակներ պատմի, Աստվածաշնչից պատմի, ոչինչ։ Եթե ուրիշ չգիտեք, կյանքի առակներ, պետք է երեխայի միտքը անընդհատ աշխատի, դրականորեն աշխատի, որ ոչ մի վատ բացասական էներգիա չմտնի նրա հիշողության մեջ, որ ծնողից հեռու ժամանակ այդ բացասական էներգիան չխաղա իր մեջ,
մագնիսի նման ձգի նման էներգիաները, նման լուրերը, նման տվյալները։ Ես չեմ պատկերացնում ավելի պարզ ինչպես կարող եմ բացատրել, որ երեխայի հիշողությունը պետք է դրական խոսքերով, դրական մտքերով, դրական վարք ու վարվելաձևով լցնել, որ երեխան առանց դաստիարակելու ինքը դաստիարակվի իր ազատ կամքով։ Թե չէ մենք բոլորս էլ ասում ենք, մենք խիստ ծնող ենք, մենք լավ ծնող ենք։ Երեխային թույլ չեն տալի, ստեղ կնստես, ստեղ չնստես, ոտքը տնես, չդնես, ասես չկերարնեն, չկար, ուշացար, շուտ գնա, վեր կաց, պարկի։ Արդեն այդ մասին խոսել եմ, սա դաստիարակություն չի։ Եթե երեխան կողքն հետ այդպես նստում է փիսիկի նման, դա դաստիարակություն չի, մարդը չի կարող փիսիկ դառնալ։ Մարդը պետք է մտածի, ստեղծագործի։ Իսկ ինչպես մտածի, ստեղծագործի եւ մինչեւ 10 տարեկան երեխային գրկում ենք, շոկոլադը տալիս ենք, պաղպաղակը տալիս ենք, թխվածքեղենը տալիս ենք կրեմով եւ միսն էլ վրայից տալիս ենք, պեպսիկոլան էլ վրայից։ Մի քիչ առաջ ծննդաբան էր խոսում։ Բա այդ մասին խոսք չի եղել, որ չի կարելի երեխաներին այդպես կերակրել։ Որովհետև նրանք դեռ ուղեղը այնքան զարգացած չի, որ մենք ասենք, քեզ ասեցի, մի արա, չի կարելի, բացատրեցի, ասեցինք, բայց պետք է օրինակը ցույց տանք։ Ասել է քիչ է, երբ որ մեծանա եւ ասես, քեզ ասել եմ, ինչու չես արել, դա ուրիշ խնդիր է, բայց երեխան պետք է տեսնի։ Կենդանիների նման, կենդանիները տեսնում են եւ ընդօրինակում։ Նրանց գիտակցությունը ցածր է, բնազդային զարգացման մեջ են, բնության մեջ։ Երեխան էլ կենդանու նման է, երբ որ գիտակցություն չունի, բնազդներով է ապրում։ Արևելյան դաստիարակության մեջ օրինակ այսպիսի հարց եղավ. Ինչու պետք է ես անպայման սիրելով ամուսնանամ։ Առաջներում այդպես բան չի եղել, իրար չեն էլ տեսել, բերել են միջնորդները կամ բաշիքյարդմա էին ասում, նշան էին դնում փոքր ժամանակ, 4-5 տարեկան ժամանակ եւ այլն։ Եվ մեծանում էին, պետք է ամուսնանային։ Ինչպես կարելի է համեմատել այն ժամանակվա ապրելակերպը, մտքի մակարդակը, կուլտուրան այսօրվա հետ։ Այն ժամանակ ներքին կուլտուրան կար, արտաքինը սովորական կենցաղային քիչ գործողությունների եւ process-ների մեջ մարդիկ ապրում էին, նորմալ էր, բայց այսօր չի լինի բավարարվել դրանով, այսօր ամենքը մի գիտնական են, 5 տարեկանից արդեն երեխան գիտնական է, ինչից խոսում ես նա տեղյակ է, բայց որովհետև գիտակցությունը դեռ ընդարձակված չի կարողանում այդ գիտելիքը օգտագործել, դրա համար եմ ասում, մեր պարտքը երեխաների գիտակցությունը ընդարձակելն է, ինչի մասին ենք խոսում իրանց մոտ։ Սա շատ կարևոր բան եմ ասում եւ առողջության համար, եւ դաստիարակության համար, որովհետեւ առողջ մարդը, որը գիտելիքով պահում է իրեն, նա արդեն դաստիարակված է։ Եթե դաստիարակված է, ուրեմն քիչ փորձանքներ է բերում, ուրեմն սխալ չի սնվում, որ հիվանդանա, եւ այլն։ Ես կուզենայի միայն ձեզ հիշեցնել, որ արևելյան դաստիարակությունը այդպես է, որ գիտակցությունը ընդարձակում են եւ փորձ են տալիս երեխային, բայց ոչ թե սիրում են տիկնիկի նման։ Եվ երբ որ մեծանում է, սկսում են պահանջներ դնել, երեխան դրան պատրաստ չի։ Կյանքին պատրաստ չի։ Տարիքը գնում է, բայց կյանքին պատրաստ չի։ Դրա համար էլ շեղումները շատանում են։ Ես ուզում եմ Մարկ Տվենի հետաքրքիր արտահայտությամբ սկսել զրույցս։ Ուրեմն մի առիթով Մարկ Տվենը իր կյանքի վերջին տարիներում արդեն ասում է. մարդը պետք է ապրի այնպես, որ մարմինը թողնելուց հետո, մահանալուց հետո, նույնիսկ դագաղ պատրաստողը լացի։ Պատկերացնում եք ինչ դիպուկ խոսք է, ինչ դիպուկ խորը իմաստ ունի, որ դագաղ պատրաստողը արդեն սովորել է, որ մարդիկ մահանում են, բայց այնպես ապրենք, որ նույնիսկ նա ափսոսա այդ մարդու ուրեմն մահվան համար, ցավ զգա խորը եւ լացի,
կամ գերեզմանափորը, միևնույն գաղափարն է, որոնք որ արդեն սովորություն է, պարզապես իրենց աշխատանքը անում են մասնագիտորեն։ Ուրեմն ուզում եմ կենտրոնացնեմ ձեր ուշադրությունը այդ հարցի վրա, որ յուրաքանչյուրս ամեն վարքյան, մեր ամեն խոսքի ժամանակ, ամեն գործ սկսելուց առաջ մտածենք, թե ինչ է ասել Մարկ Տվենը, ինչպես պետք է ապրենք ուրեմն, մարդավարի պետք է ապրենք։ Իսկ որն է մարդավարին, այն չի, որ մենք ապրում ենք, գիտեք, որովհետև մենք մարդիկ ստեղծել ենք մեր օրենքները եւ արհամարում ենք Աստծո օրենքները։ Մեզ թվում է, թե եթե գնում ենք եկեղեցի շաբաթը 2 անգամ, անգիրարած աղոթքներ անում, ուրեմն մենք ճիշտ ենք ապրում։ Հա, մեր սխալմունքը դրա մեջ է, որ մենք մեր կյանքը չփոխելով փորձում ենք հիշողության վրա հիմնվել եւ հիշողության հաշվին կուլտուրա ձեռք բերել։ Բայց սրտի հատկությունները պետք է վաստակել, ձեռք բերել, ոչ թե հիշողության միջոցով անգիրարած բառեր։ Ուրեմն բոլոր ճանապարհները, որ ճանապարհը որ պատկերացնում եք, ուսման, աշխատանքի, կյանքի ապրելաձևի, նպատակների, կատարելագործման, որ ճանապարհն էլ ուզում եք վերցրեք, եթե այդ ճանապարհը սկսվում է հաճույքներով, ձգտումով հաճույքների, ապա վերջում տառապանք է սկսվում։ Ինչպես ուզում եք հասկացեք, կուզեք այդ հաճույքները պատկերացրեք ուտել խմելու մեջ կամ սեռական շեղումների մեջ, որովհետև երիտասարդները դա հաճելի զբաղմունք են համարում, ալկոհոլ օգտագործելու, ծխախոտը, թմրադեղը, մյուսը, բոլորը, որ սկսվում են իբրև թե հաճելի, բայց վերջում սարսափելի տառապանքների են բերում։ Եվ հակառակ, եթե ճանապարհները, որ մենք ընտրում ենք, սկսվում են նեղություններով, դժվարություններով, դրանց վերջը լուսավոր է եւ մարդկային է եւ աստվածային է, այսինքն մարդկային, որ Աստծո նման է ստեղծված մարդը, այդ իմաստով մարդկային, ոչ թե այն իմաստով, որ մենք ժխտում ենք Աստծուն եւ ապրում մեր իմացած ձևով, մեր ցանկասիրություններով, մեր սովորություններով։ Եվ այսպես բոլոր ճանապարհները, որ սկսվում են հաճույքով, վերջանում են տառապանքներով։ Բոլոր ճանապարհները, որ սկսվում են նեղ դռներով, ջանքով ենք վերցնում, դժվարությամբ ենք անցնում, քննություններով ենք անցնում, ինքնակատարելագործման, ինքնահսկման միջոցով, դրանք արդեն լուսավոր հավատքի, հույսի, սիրո ճանապարհներն են։ Այս մթնոլորտում ինչ որ մենք տեսնում ենք։ Կուզենայի նաև մի միտք հիշեցնել, որ երբ մարդիկ չգիտեն, տեղյակ չեն, դա տգիտություն չի համարվում։ Այս մասին խոսել եմ, պարզապես այսօրվա նյութի հետ եմ ուզում կապել, որ մենք միշտ ուշքի գանք հասկանանք, մենք ճիշտ ենք մտածում, թե ոչ, այս կամ այն երևույթի վերաբերյալ, կամ ճանապարհի, որ սկսում ենք, կամ մի գործի, որ նոր պետք է սկսենք, այդ թվում նաև ամուսնությունը։ Ուրեմն անտեղյակ լինելը դա տգիտություն չի, անտեղյակ լինելը մարդը չի տեղեկացվել, մարդը չգիտի, որ դա վատ է կամ լավ է, այս խոսքը, որ ասեմ ճիշտ է կամ սխալ է, այս վերաբերմունքը ցույց տամ ճիշտ է թե սխալ է, մարդը չի ստացել այդ գիտելիքը, տեղյակ չի։ Սա ներելի է, որովհետև երբ սկսում ես բացատրել, մարդը լսում է եւ շնորհակալություն է հայտնում։ Բայց տգիտությունը այն է, որ եւ գիտի, որ սխալ է անում, եւ չի ուզում ուղղել, ասում է ես այսպես եմ, Աստված ինձ այսպես է ստեղծել, ես պետք է այսպես էլ մեռնեմ։ Եվ չի ուզում նեղություն տա իրեն, փոփոխի, որ փրկի իրեն էլ, ընտանիքն էլ։ Եվ իհարկե ամեն ընտանիք ազգի բջիջն է կազմում, նաև ազգին էլ, որովհետև ազգը բաղկացած է ընտանիքներից, ընտանիքն էլ անհատներից։ Ուրեմն այդ ամեն մի անհատը ազգի մի կաթիլ է։ Եթե ամեն մեկը կատարելագործվի, փորձի չանել այն ինչ որ վնաս է բերում եւ այն ինչ որ վտանգավոր է, թե իր կյանքի համար, թե ընտանիքի։ Բայց երբ ցանկասիրաբար մարդը պնդում է, որ ինքը ճիշտ է եւ դիմացինը սխալ է, որովհետեւ տարբեր մակարդակի են, հնարավոր չի ընդհանուր ճշմարտությունը գտնել, այդ պատճառով էլ պետք է ուղղակի Աստվածաշնչին դիմել
Սուրբ գրքերին դիմել, տեսնել, եթե մենք մեր կյանքը անընդհատ վատացնում ենք, ուրեմն ինչ մի աղբյուր կա, որ կարող է մեզ օգնել։ Խնդրեմ, ես կուզենայի այդ առիթով կարմայի օրենքի մասին խոսել, այսինքն պատճառ հետևանքային օրենքի մասին, որ անխափան գործում է պատմության, մարդկության պատմության, ուրեմն հազարամյակների խորքից մենք տեսնում ենք, որ Նապոլեոնը հարձակվեց, փորձեց գրավել Մոսկվան, բայց չկարողացավ։ Ինչ որ ցանել էր, այն էլ հնձեց։ Հիտլերը փորձեց հասնել մինչև Վոլգա գետը եւ Մոսկվան գրավել, բայց նորից հետ գնաց, չկարողացավ։ Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան, բայց նորից հետ եկավ եւ Մակեդոնիայից ինչ մնաց։ Ուրեմն ինչ որ ցանում այն հնձում են, փոսփորողը ինքն է ընկնում մեջը։ Տեսեք, պատմության փաստերով եմ խոսում, բայց կյանքի փաստերով էլ մենք յուրաքանչյուրս կարող ենք խոսել, որ ինչ փոսփորողը ինքն է մեջ ընկնում։ Ինչ զենքով դատենք, այդ զենքով էլ դատվում ենք։ Ազգերի հարաբերությունների մեջ, ընտանիքի մեջ փոխադարձ հարաբերությունների, բարեկամության մեջ եւ այլն։ Ուրեմն նաև ասենք պետք է հիշեցնեմ Չինգիզ խանին, որ նույնպես հասավ Կասպից ծովը, անցավ Ռուսաստան մտավ, բայց նորից չկարողացավ պահպանել, նորից հետ գնաց։ Եվ Չինաստանի դեպքը Տիբեթի հետ կապված, որ շատ նեղություն տվեցին Դալայ Լամային, փախուստի դիմեց եւ երկրաշարժ եղավ 2 անգամ։ Մայրաքաղաքի կենտրոնից էպիկենտրոնը այնտեղ էր, 2 անգամ ավերվեցին։ Ուրեմն պետք է այս բոլորը իմանալ ոչ թե որպես տվյալներ, այլ փորձել մտածել ինչ է կատարվում։ Արդյոք մի օրենք կա, որը մենք արհամարում ենք, շրջանցում ենք եւ մենք ինքներս մեր տեխնիկաներով մեր աչքն ենք հանում։ Փորձենք ամեն ճանապարհը սկսելուց տեսնել, դա հաճույքի ենք ձգտում։ Մտադրությունը ո՞րն է։ Մտադրությունը համապատասխանում է նպատակին, թե ոչ, որովհետև մտադրությունը կարող է վատը լինել, աստվածային բնույթի չլինել, բնականաբար նպատակը չի արդարացվում։ Եվ այսպես պետք է նայել նաև այս վերջին շրջանում հայտարարեցին երաշտը Չինաստանի։ Տեսնում եք, ինչ կազմակերպված ժողովուրդ են։ Բարձր դիսցիպլինա ունեն։ Բայց եթե Աստծուց հեռու լինեն, աստվածային օրենքները խախտեն, բնության օրենքները խախտեն, մրցակցության մեջ մտնեն, անպայման երաշտի միջոցով, երկրաշարժի միջոցով, կամ ասենք Ճապոնիայի օրինակը։ Ճապոնիան մշտապես հարձակվել է Չինաստանի վրա։ Իրենց պատմությունները նայեք, մարտական արվեստների ֆիլմերի մեջ շատ նկարագրվում է, մշտապես հարձակվել են։ Եվ այդ ինչ ստացվեց Քիրոսիմա Նագասակին եւ դրան էլ գումարվում են երկրաշարժները, փաստորեն երկրաշարժները, բոլոր տեսակի ցունամիները, այդ փոթորիկները, ամեն տեսակ ջրհեղեղները կատարվում են մեր մտքի աններդաշնակությունից, որ մենք չենք կարողանում կապել դրական էներգիայով մոլորակների հետ կապ ունենալ, բարձրագույն ուժերի հետ կապ ունենալ։ Մենք մշտապես մոլորակի շուրջը վախի, ատելության, պատերազմների, չարության, դրամապաշտության, անձապաշտության էներգիայով պատել ենք մոլորակը, եւ մոլորակը չի կարողանում դրական էներգիան իր շնչառությամբ կապնվել մոլորակային համակարգերի հետ։ Ստացվում է, որ արևից օգտվում է եւ ոչ մի մտքի հզոր էներգիա չի տալիս դեպի մյուս մոլորակները։ Ուրեմն դառնում է մեր մոլորակը մի թարախակալված կույր աղիք տիեզերքի մեջ։ Վիրահատություն է պետք։ Այս վիրահատությունը 2 տեսակ կարող է լինել։ Մենք չհասկանանք, որ պետք է վիրահատվի եւ վիրահատվի այդ ջրհեղեղներով եւ բոլոր տեսակի փոթորիկներով, երկրաշարժերով, եւ մյուսը, որ մարդիկ ուշքի գան, հասկանան, որ պետք է սերմնացան անեն դրականը, որ պտուղներն էլ դրական լինեն։ Ինչքան կարելի է ատելությամբ լցված ապրել։ Ուրեմն պատճառ հետևանքային օրենքը ես փորձեցի կարճ ձեզ ներկայացնել, բայց ուզում եմ անցում կատարել դեպի ընտանիքի խնդիրները, որ հասկանանք, որ նույնը կատարվում է ընտանիքների մեջ։